կարծիքի տաղավարում դրուն տալել ենք համահայկական ճակատ շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանին, նրա հետ խոսելու ենք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի, նաև սոցիալական խնդիրների Հայաստանում ներքաղաքական կյանքի մասին։ Բարև ձեզ Տիկին Ստեփանյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, այստեղ եկել եմ Իրանի դեսպանատան առջևից, այնտեղ մենք համահայկական ճակատշարժման և կուսակցության անդամներով քիչ առաջ ծաղիկներ խոնարհեցինք Իրանում այս օրերին զոհվածների հիշատակին, հանդիպեցինք Իրանի փոխդեսպանին, մեր զորակցությունը հայտնեցինք մեր հարևան պետությանը այս դժվարին օրերին իրենց կողքին լինելու և իհարկե Իրանին այս իրավիճակը դիմագրավելու համար։ Իրապես այնինչ այս օրերին կատարվում է տարածաշրջանում, որոշակիորեն ոչ միայն կարող է կապ ունենալ Հայաստանի հետ, այլ կապ ունի Հայաստանի հետ, առաջին հերթին Հայաստանի համար կարող են ստեղծվել լուրջ անվտանգային ռիսկեր, եթե օրինակ ռազմական գործողությունները ընդլայնվեն դեպի Իրանի հյուսիսային հատված, և կարող է Հայաստանի համար առաջանալ լուրջ տնտեսական խնդիր, որովհետև Հայաստանը և էներգետիկ գործընկեր է Իրանի հետ և սահմանների փակումն ու պատժամիջոցների կիրառումը կարող է Հայաստանի համար լուրջ խնդիրներ առաջացնել, ինչպես նաև կարող են փախստականների լուրջ արտահոսք սկսվել դեպի Հայաստան, Հայաստանով չի բացառվում նաև այլ երկրներ։ Այս պարագայում ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը իր անելիքը ունի, բացի կարկանդակ ու կուկուռուզ ուտելուց, բացի այս ու այն համայնքում մարդկանց վրա հորթուբորթ անելուց, Հայաստանի իշխանությունը առաջին հերթին պետք է պարբերաբար անվտանգության խորհրդի նիստ հրավիրի և այս իրավիճակում առավելապես մեծ ուշադրություն դարձնի հատկապես Սյունիքի վրա, Սյունիքում ամրացնելով, ավելացնելով և պաշտպանունակությունը և մի շարք այս օրերին պարենային ու տնտեսական ծրագրեր մշակի, որովհետև երբ որ Իրանը եթե հանկարծ հայտնվեց իսկապես պատժամիջոցների մեջ և այս իրավիճակում ինչ է անելու Հայաստանի իշխանությունը։ Ինձ համար տարակուսելի է Հայաստանի իշխանության դրսևորումը, հատկապես երբ որ հարևան երկրում տեղի էր ունենում այդ զոհերը, այդ պայթյունները, այս ամեն ինչը, Հայաստանի իշխանության ղեկավարը իր ուրախ ավտոբուսով շրջում էր Արմավիրից Լոռի, Լոռիից Տավուշ և կարկանդակ ու կուկուռուզ ուտելով ուզում էր ասել, որ մեզ մոտ խաղաղություն է։ Ոչ, մեզ մոտ խաղաղություն չէ, որովհետև ներողություն, մեզ մոտ խաղաղություն չէ և չի կարող լինել, որովհետև այս իրավիճակում, երբ որ մենք տեսնում ենք ինչ է կատարվում հարևան երկրում և այդ խաղաղությունն էլ ընդամենը թրիփի ՍՊ-ով ձեռք բերված խաղաղություն է, 76%-անոց ՍՊ-ով ձեռք բերված խաղաղություն է, դա փաշինյանական հերթական խաբկանքն է, թակարդն է և մենք չենք կարող ասել մեկ օր հետո, մեկ ժամ հետո մեր երկրի վրա ինչ նոր սպառնալիքներ կարող են ի հայտ գալ։ Համահայկական ճակատշարժման առաջնորդ գեներալ Աշակ Կարապետյանը առաջիններից էր, եթե ոչ առաջինը, որ իր ցավակցության խոսքը ուղղեց Իրանի Հանրապետությանը և հորդորեց Նիկոլ Փաշինյանին դուխ հավաքի, առանց իր տերերի այդ պահանջով կամ չպահանջով ցավակցություն հայտնի Իրանի ժողովրդին։ Այս օրերին ես կարծում եմ, որ մեր թիվ 1 խնդիրը պետք է լինի երկիրը տնտեսական ու պաշտպանական բարձր կարգավիճակի բերելը։ Հայաստանի իշխանությունը ցավոք զբաղված է նորից մանիպուլյացիայով, նախընտրական քարոզարշավ, տեսնում ենք մարզեր են այցելում, ինչ որ այստեղ ասում էին 10,000 դրամ կբարձրացնենք, հասել են Տավուշի մարզ, պարզվում է 10,000 չէ, մի պատգամավորուհի ունեն, ասում է լավ լուր ունեմ, հետ այսու դոշակները կբարձրանան, կդառնան այնքան, որ նվազագույն սպառողական ծախսերին բավարարի։
իրենց թվում է, թե պետական բյուջեն իրենց բոստանն է։ Այսօր կարող են ասենք մի ոլորտի ամբողջ ծախսերը տալ թոշակ մինչև մայիս, հետո ասեն, «Էլ թոշակը չենք կարող, որովհետև մենք ունենք լրջագույն խնդիրներ»։ Չի կարող այդպես լինել։ Բյուջեն դա հաշվարկ է։ Դու չես կարող մի մարզից գնալ մի մարզ, մի կուկուռուզ ավելուտել ու որոշել, որ պետք է թոշակը բարձրացնես այսքան։ Կամ ընդհակառակը չբարձրացնես։ Սոցիալական խնդիրներից տարբեր վարչական շրջաններում, ասենք 2 օրով, 1 օրով ջուրը կտրում են, հոսանքա զրկվում են, իսկ այս իշխանությունները ինչ եկել են, սկսել են մարդկանց սոցիալական կյանքը ավելի վատանալ։ Տեսեք, այն մի հիմնարկի աշխատող կա Պապոյան անուն ազգանով, ասում է գալիս են Մոսկվայից Հայաստան, Հայաստանից գնում են Հռոմ, այ դա արդեն արժանապատվություն է։ Լավ ես մտածել։ Ընդհանրապես հասկանում եք գոնե արժանապատվությունը որն է։ Արժանապատվությունը այն չէ, որ գալիս են Հայաստան, այստեղից էլ գնում են Հռոմ կամ Իսպանիա։ Արժանապատվությունը այն է, որ քո երկրում աղքատներ պետք է նվազագույն, աղքատության շեմը պետք է նվազագույնին հասցված լինի։ Դուք գնում եք այդտեղ կուկուռուզ ու պերաշկի եք ուտում, բայց երեք ես եմ այդ տեսանյութը արել, Լենինգրադյանով իջնում է մի խցանում ամբողջ փողոցը ու ոստիկանական գվարդիայի մեքենաներ, 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը, 6-ը մոտեցել եմ մի ոստիկանի, ասում եմ, ինչ է կատարվում այստեղ, ասում է, մի 2 ժամից պիտի Փաշինյանը գա այն ռեստորանում հաց ուտելու։ Դու քո հաց ուտելու համար մի ամբողջ պետական բյուջեի միջոց ես մսխում, որ գնաս մի քիչ ստամոքսդ լցնես։ Գնում ես գյուղերել, թե իբր այդ կուկուռուզը գիտես, վայ գիտի, նոր էիք տեսել։ Այս խապկանքի մեջ իրենք տեսնում են, հենց այդ նույն մարզերում, իրենք տեսնում են հասարակության մոտեցումը իրենց։ Տեսեք, տուն են մտնում, ես շատ ուշադիր հետևում եմ այդ կադրերին։ Մտնում են, տիկինը հրավիրում է տուն, տան տղամարդը չի բարեհաճում անգամ առաջ գա, ձեռքը մեկնի ու բարևի։ Մեկ այլ պարագայում կասեինք, դե չի կարող, չէ, այդ նշանակում է դուք մերժված եք։ Դուք մերժված եք հայ հասարակության կողմից։ Հիմա ինչքան էլ գնաք, շոուներ անեք եւ ամոթ եք 21-րդ դարում, հասել եք Ալավերդի, ասում 10 տարի առաջ ով կմտածեր, որ ստեղ այս, չգիտեմ, ինչ ավտոբուսը կարար մարդ սպասարկել։ 50 տարի առաջ իմ պապը ասում էր, էշով ենք Երևանից Հրազդան մթերք տարել ու բերել։ Եվ ինչ որ բան չի փոխվել այս 50 տարվա մեջ մարդիկ դիեզերք են նվաճում։ Ունեց էլ մի ասում 10 տարի առաջ ով կմտածեր, պետական բյուջեն հասցրել եք, չգիտեմ որտեղ, վարդապետի խազն անցել է, հիմա էլ ասում եք ով կմտածեր, դե մի հրաշք եք հայտնագործել կամ գնում եք ամոթ է, երկրները այսօր ինչ նվաճումներ են ունենում, տնտեսական ինչ արդյունքներ են գրանցում, գնացել են դուռ են թակում, որ ասեն շնորհավորում ենք ձեր վերելակը։ Ինչի եք ամեն ինչ իջեցնում շրիշակից ներքև։ Ձեր անգործությունը, պետական բյուջեն ձեր թալանելը, ուզում եք ցույց տաք ավտոբուսով ու վերելակով։ Այսօր ընդհանրապես պետական բյուջեի այս պարտքի արդյունքում Հայաստանում չպետք է լիներ որևէ շենք, որը վերելակ չունենար։ Նայեք, օրինակ, խոսեցիք թե ոստիկանության մասին, այսօր առավոտյան ՆԳՆ խոսնակը հայտարարել էր, որ դպրոցներում այդպես ասած թմրանյութերի շրջանառության մասին, որ ինչ-որ ծավալների են ասում, դա ամբողջությամբ սուտ է, բայց բոլորս է առօրյա այդ դպրոցականների հետ շփվելով տեսնում ենք, որ թմրանյութերի շրջանառությունը կա հիմնավոր կերպով մտածվածին հա սուտ են տարածում։ Տեսեք, ես որքան որ ծանոթացա խոսնակի արձանագրմանը, ասել էր, որ այնպես չէ, որ բոլորն են օգտագործում։ Այսինքն իրենց մոտ 100%-անոց թմրանյութ օգտագործելն է խնդիր։ 10%-ը արդեն խնդիր է, 20%-ը արդեն խնդիր է, 60%-ը դա արդեն կործանում է։ Դուք հաշվարկ ունեք մեր դպրոցներում ընդհանրապես քանի տոկոսն է այսօր դրանով զբաղված։ Այդ առուվաճառքը տանում են, գիտենք, հատուկ մարդիկ են վարձում, տանում են, շենքերից մեկում բոլորովին վերջերս դրել էին դամաֆոն, հարցնում եմ, բա ոնց եղավ դուք էլ դրեցիք, ոնց որ շենքի բնակիչները այդքան վճարունակ չէին, ասում են, որովհետև ամեն օր այս շենքից թմրանյութ էինք մաքրում, բերում դնում էին աստիճանի տակ, անկյան վրա մի բան ծածկած, սա այն իրականություն է, որում մենք ապրում ենք։
Մենք պետք է մեծացնենք առողջ սերունդ, մենք պետք է մեծացնենք արժանապատիվ սերունդ, ի հեճուկս այս իշխանության, որին մնացել է մինչև հունիսի 7-ը, մենք մեծացնելու ենք, մենք ունենալու ենք այդ սերունդը։ Ասել եմ եւ պնդում եմ, հայ ժողովրդի արգանդը չի չորացել եւ այս ժողովուրդը ունակ է ունենալու լավ սերունդ, արժանապատիվ սերունդ, այնպիսի սերունդ, որը 44 օրյա պատերազմ է հաղթահարել, այդ սերունդը հաղթահարել է։ Հիմա օրինակ դուք պատկերացնում եք, ես այսօր համեմատություն էի փորձում տանել 44 օրյա պատերազմի եւ Իրանում այս լարված այս պատերազմական օրերի միջև։ Դուք պատկերացնում եք Իրանի հոգևոր առաջնորդը կամ նախագահը դուրս գա եթեր հեռախոսով ասի, ով կասկա ունի դրեք գնացեք կռիվ։ Դուք պատկերացնում եք այդպիսի խամաճիկություն, այդպիսի ոչ արժանապատիվ կեցվածք իր 20-25 տարեկան սերնդի նկատմամբ, այդպիսի դավաճանական մոտեցում իր 20-25 տարեկան սերնդի նկատմամբ։ Դուք պատկերացնում, ես նայում եմ իրենց այդ ցավի ու սքի մեջ, բայց այդ իշխանության արժանապատվությունը, ուզում եմ մի քիչ էլ այստեղ այս աշխատող իշխանությունը ունենար Հայաստանի, ես չգիտեմ ում աշխատողներն են, ինչ են, բայց շատ կուզենայի, որ մի քիչ էլ այս իշխանությունը այդ արժանապատվությունը ունենար, ոչ թե իրենց համար արժանապատվությունը լինի այն, որ Երևանից Իսպանիա կամ Հռոմ են թռնում, արժանապատվությունը դու ցույց ես տալիս քո տնտեսությամբ, քո գիտելիքով, քո կրթությամբ։ Ինչու եմ ասում, Սյունիքի վրա այս օրերին պետք է ուշադրություն դարձնել։ Հենց այնպես չէ, որ մի քանի օր առաջ բարձրաձայնել եմ, Սյունիքում դպրոցների փակումը վատ ազդակ է, Սյունիքում դպրոցների փակումը գյուղերի դատարկում է, եւ այսօր մենք փոխարենը ամրացնենք Սյունիքի սահմանները, ժողովրդագրությունը այնտեղ համաչափ տեսքի բերենք, մենք դպրոց ենք փակում, որպեսզի Սյունիքի գյուղերը դատարկվեն։ Արժանապատվություն ունեցող Պապոյան, չգիտեմ որ հիմնարկի աշխատողն է, գնա ներքին հանդ ու տես քանի աշակերտա մնացել ներքին հանդում։ Գնա Գեղարքունիքի մարզ Լեռնամերձ գյուղ ու տես քանի ձեր կառուցած դպրոցը 4-5 տարի տևեց, մինչև դուք այդ դպրոցը կառուցեցիք, այդ դպրոցում այլևս աշակերտ չմնաց։ Դեռ չգիտեմ գործում է թե չէ բացել են դռները թե ոչ, դուք քանդեցիք այդ գյուղի միակ դպրոցը, 100 տարվա դպրոցը քանդեցիք, փոխարենը տեղում 4-5 տարի դուք դպրոց չկառուցեցիք, որպեսզի գյուղի բոլոր երիտասարդ ընտանիքները թողնեն ու լքեն գյուղը։ Նույնը վարվեցիք Սյունիքի հետ։ Հիմա 230 դպրոց դուք դրել եք փակման ձեր ծրագրում։ Ինչ է կատարվելու այդ գյուղերի հետ։ Մենք շատ լավ գիտենք, որ գյուղամիջյան ճանապարհները, տրանսպորտային հանգույցը, ենթակառուցվածքները որևէ մեկին թույլ չեն տա, որ գյուղից գյուղ ամեն առավոտ իր երեխան դպրոց գնա ու հետ վերադառնա։ Առավել եւս, որ գյուղի աշխատողը պարապ չի, որ երեխային տանի դպրոց, սպասի, որ ժամը 12-ին կամ 1-ին այդ տվյալ գյուղից հետ բերի տուն։ Դուք ինչ եք արել ընդհանրապես, պրավալի կառավարություն եք, ամեն ինչ պրավալ եք տվել ու եկել եք մեծ խոսում եք։ Տեսեք մոտ շուտով կլրանա 2 ամիսը, հարգելի հետևորդներ, ուզում եմ ուշադրություն դարձնեք, սա այս իշխանության անգործության լավագույն դրսևորումներից մեկն է։ Շուտով կլրանա 2 ամիսը, որ ես համայնքական ճակատշարժման անդամներով 23 թվականի պատերազմում, Արցախյան պատերազմում զոհեր տված ընտանիքների անդամների հետ եկանք կառավարության շենքի առաջ, ապա գնացինք արտաքին գործերի նախարարություն, պահանջելով արտաշիրիմում իրականացնել, մոտ 60 ընտանիքի մասին է խոսքը, դրանք այն ընտանիքներն են, որոնք այդ պատերազմի վերջին օրերին իրենց զավակներին, եղբայրներին, իրենց հարազատներին անգամ չկարողացան քրիստոնյային վայել հուղարկավորել, ադյալներով, մի կերպ փորվեց այդ հողը, այդ վերջին օրերն էր, գիտեք, Արցախի օկուպացիայի, մի կերպ կարողացան այդպես հուղարկավորել, հույս ունենալով, որ իրենց հարազատների շիրիմները պատշաճ տեսքի կբերվի եւ իրենք քրիստոնյային վայել կխնկարկեն այդ շիրիմները։ 2 ամիս է նամակ է հանձնվել Նիկոլ Փաշինյանին եւ Արարատ Միրզոյանին։ Պասերով խաղացող իշխանություն եք։ Նիկոլ Փաշինյանը նամակը պատասխան եկավ, որ ուղարկում է Արարատ Միրզոյանին։ Արարատ Միրզոյանի այդ ամբողջ համակարգում մի օղակ կա, որը մարդկանց ձեռքից նամակ է վերցնում։ Դա հանրային կապերն է։ Մի տղամարդ իջավ հանրային կապերից նամակը ձեռքիցս վերցրեց, ասաց, որ
Կա այնտեղ եւ էլեկտրոնային հասցե եւ հեռախոսահամար, պատասխանը կստանաք։ Մենք ուզում ենք հասկանալ, եթե դուք ասում եք խաղաղություն է, ուզում ենք այդ խաղաղությունը շոշափենք, եթե խաղաղություն է, ապա գնանք այդ 60 ընտանիքների հարազատների շիրիմները տեղափոխենք Հայաստան։ Եթե խաղաղություն է, սկսենք անհետ կորածների որոնողական աշխատանքները։ Եթե խաղաղություն է, մեր գերիներին Բաքվի բանտերից հետ վերադարձնենք։ Դուք վախենում եք, որովհետև դուք շատ լավ գիտեք, որ ձեր խաղաղությունը միֆ է, շինծու է, թքած կպցրած է ընդամենը, որովհետև զանգահարել եմ լրատվական բաժին, արտաքին գործերի նախարարություն, ուշադիր լսեք, ձեր լրատվական բաժինը չկա, ձեր թեժգիծը չկա, դուք չկաք, այդ հիմնարկում կենթանի շունչ չկա, իմ հեռախոսի վրա երևի 28 անգամ արտաքին գործերի նախարարության լրատվական բաժնին զանգ է թողնվել, գտել եմ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակի հեռախոսահամարը, Անի անունով, զանգահարել եմ իրեն, ասել եմ նամակ ենք ուղարկել, ուզում ենք հասկանանք, դուք պատասխան ունեք այս ընտանիքներին, չէ որ դուք եք ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, ունեք պատասխան, այս մարդիկ շատ բան չեն ուզում, ձեր խաղաղություն բերած երկրում ուզում են իրենց հարազատների շիրիմների վրա, իրենք ուզում են քրիստոնյային վայել խնկարկում անեն։ Ինձ ասել եք կգամ մեկ օրից եւ ձեզ կպատասխանեմ։ Տեսնում եմ Արարատ Միրզոյան նստած Արմավիրի մարզում մի գյուղացու հետ նարդի է շրխկացնում։ Զանգարում եմ նորից այդ աղջկան չի պատասխանում, նորից գրում եմ չի պատասխանում, չկա հիմնարկ, կա բյուջեն թալանող, բյուջեից պարգևավճարների անվան տակ թալան անող իշխանություն։ Դուք հումանիտար որևէ հարց Հայաստանում չեք կարողացել լուծել։ Սոցիալական հարցերը ոտնատակ եք արել, այսօր Հայաստանում սոված քաղցած ընտանիքներ են ապրում։ Ամեն օր տեսնում ենք, մեկը մի տեղից գումար է հայթայթում տանում մի դոմիկում երեխաները ցրտի խավարի մեջ 21-րդ դարում Հայաստանի ապագա զինվորը 6 երեխա ունեցող ընտանիքը առանց հոսանք է ապրում, առանց գազ է ապրում, առանց ջուր է ապրում, ցելոֆաներով փաթաթված տնակում է ապրում։ Ձեր պատկերը, ձեր աշխատանքի պատկերը ամեն օր երևում է համացանցում։ Տարբեր մարդիկ գնում են, նկարում են եւ ասում են աջակցեք այս ընտանիքին։ Միայն այն դեպքում կարելի է նման բանը ընկալել, երբ որ դու պետություն չունես, դու իշխանություն չունես։ Անիշխանության երկրում հնարավոր է ունենալ այդպիսի ընտանիքներ, բայց կառավարության պետական բյուջեից կառավարության անդամները 7 միլիոնով, 12 միլիոնով, 3 միլիոնով տարեվերջին վերցնեն գրպանեն ու ունենանք մենք սոցիալական այս աղետալի իրավիճակը, դա հանցագործություն է։ Պետական մակարդակով դա հանցագործություն է, որ իրականացնում է Փաշինյանական իշխանությունը։ Հիմա Արարատ Միրզոյան, դու մի նամակի չես կարողանում պատասխանել։ Մի նամակի արդեն, որը 2 ամիս ձեր դարակներում դրված է։ Ես տարբեր ժամանակներում ասել եմ, Արարատ Միրզոյանին ուղված բոլոր նամակները մնում են իրենց դարակներում։ Ես չգիտեմ էլ արդյոք վերև բարձրացել է այդ նամակը, թե ոչ։ Որ դարակում եք դուք հնեցնում այդ նամակը։ Միթե դժվար է ընդունել 10 ծնողի եւ ասել ձեր հարցը այսինչ փուլում կարող ենք լուծել, այնինչ փուլում չենք կարող լուծել, այս պահին ի վիճակի ենք կամ ի վիճակի չենք, սա էլ հո անհետ կորածների հարցը չի։ Այդ ծնողներին 5 տարի դուք այդ ծնողներին դռնեդուռ եք գցում, այսօր երեկոյան կես գիշերին արթնացա, անհետ կորած մեր տղաներից մեկի մայրը Արմինեն, միայն այնպիսի նամակ էր գրել իր որդուն գիշերը, ես չգիտեմ, դուք մարդ եք, ընդհանրապես դուք մարդ եք, դուք գնում եք այդ ուրախ ավտոբուսը վերընկած գնում եք, չեք մտածում դուք քանի հազար ընտանիքի ողբերգության մեջ եք պահում, քանի հազար ձեր գործողությունների ընթացքում Հայաստանում քանի հազար ընտանիք այսօր ողբերգություն է ապրում։ Մի մասը եռաբլուրից տուն չի գնում, մի մասը զոր ու գիշեր մտքով իր որդուն է որոնում։ Միթե հնարավոր է միջազգային մարդու իրավունքի եվրոպական դատարանում ունենալ 80 հայց ու պետությունը անգործություն դրսևորի։ Բացարձակ անգործություն, ու դուք էլ եկել եք ասում եք մենք կիլոյու կես ենք, հեսա տեսեք, հունիսի 7-ին դուք գնալու եք այնտեղ, որտեղից դուք բերվել եք։
Դուք գնալու եք մեկը տելի կինոյում խաղա, մեկը կլոունություն անի, մեկը չգիտեմ դեղին մամուլ ղեկավարի, դուք լինելու եք նորից նույն տեղում, եթե իհարկե Հայաստանում արդարադատություն չգործի։ Իսկ արդարադատություն գործելու պարագայում անցած օրն եմ ասել։ Ձեր տեղը Նուբարաշենի խուցն է, թեպետ արդեն տեսնում եմ արդարադատության նախարարը ասում է պետք է քանդել նորը կառուցել, նորն էլ ձեզ չի փրկելու, միևնույն է ձեր տեղը այնտեղ է լինելու։ Խոսնակ Ռուբինյանի այսօրվա հայտարարությունը, որ ասել է, եթե անգամ բոլոր երկրներում փոթորիկ լինի, մենք պետք է կարկանդակ ուտենք։ Դե կհիշեք, Նիկոլ Փաշինյանի տիկինն էլ ասում էր Շուշիում մուղամ կլսենք ու թեյ կխմենք։ Իրենց համար բոլոր երկրների, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետության լարված իրավիճակը ոչինչ չի, քանի որ իրենք դեռ հնարավորություն ունեն մեզ թալանելու։ Կարկանդակ կարող են ուտել, բայց հունիսի 7-ից հետո իրենց կարկանդակ ուտելու վայրը այլ տեղում է լինելու։ Ես չեմ տեսել մեկ երկրի փոխխոսնակ եւ ընդհանրապես կառավարության կազմ, որն այսքան անլուրջ լինի։ Սրանք բոլորը մունետիկների թատրոնից են եկել։ Սրանք բոլորը մեծ թատրոնի չստացված դերասաններ են, մեծ բեմի չստացված դերասաններ են։ Իհարկե դուք կուտեք այդ կարկանդակը, որովհետև դուք լավ գիտեք, վաղը կարող է դուք այդ կարկանդակը ուտելու հնարավորություն էլ չունենաք։ Նուբարաշենի խցում կլինեք, կտեսնեք, ձեզ տաք կարկանդակ կտան, թե ինչպես։ Ասում են, այդքան այդ կալանավայրերում այդքան մարդիկ են մահանում եւ այլն, դե ասում այս դժբախտությունում հետ։ Դուք ընդհանրապես ձեր պահման վայրերը տեսել եք։ Հիմա սկսեք գուցե նայել, որովհետև ձեզ վաղ թե ուշ սպառնում է, որ դուք այդտեղ լինելու եք։ Այս թայֆան լինելու այդտեղ, որովհետև 5000 երեխայի գլուխ ուտել, հարյուրավոր ընտանիքների դարձնել անհետ կորածի ընտանիք, դարձնել գերու ընտանիք, դարձնել տունը լքածի, դարձնել իր թողել եք մեր շիրիմները օտարի ոտքի տակ, պղծում են ամեն օր թուրք հրոսակախմբերը ոտնատակ են տալիս մեր հայրենակիցների շիրիմները, դուք այսօր մտածում եք, որ դուք կարկանդակ եք ուտում, դա փառք ու պատիվ է ձեզ համար։ Ես ամաչում եմ, իրականում ես ամաչում եմ, որ իմ իշխանությունը ներկայացնում են այս մարդիկ, որ իմ արժանապատվության մասին խոսում են բազում պատերազմներ բերած, բազում աղետներ բերած այս մարդիկ, եւ որ այսօր ընտրությունից սլակ պակաս իրենք ընտրա թոշակ են ուզում տան մեր մայրերին, մեր տատիկներին, մեր հայրերին, մեր պապիկներին։ Խոսել եմ այս ընթացքում բազմաթիվ տարեցների հետ, այդ ձեր տված թոշակը գների հետ համընթաց բարձրացնում եք 1000 դրամ, 10,000-ով գներն եք բարձրացնում եք 10,000 դրամ, մարդիկ շատ ավելի վատ են ապրում, որովհետև դուք գիտեք որտեղ բարձրացնեք, որտեղից տանեք լցնեք ձեր գրպանը։ Դուք շատ լավ գիտեք, եւ հետո ես ինքս տնտեսագետ չեմ, հարգելի Սևան, կխնդրեմ դուք երբ որ տնտեսագետ կհրավիրեք ձեր եթեր, հարցրեք աշխարհում կա որևէ երկիր, որտեղ պետական բյուջեն սարքեն չուլան ու ոնց ուզեն վարվեն այդ չուլանի հետ։ Մեկ ասում են 10,000 կբարձրացնեն, գնում են Տավուշի մարզ, այնտեղ իր մի քանի գյուղացու տեսնում է, չէ, ասում ավելի շատ կբարձրացնեմ։ Գնում է մի ուրիշ տեղ, այնտեղ ասում է մի ամիս առաջ ինչ էիք ասում, ասում եք 10,000 դրամ տանք, իրենք գիտեն որտեղ են ծախսելու։ Այդ դուք գիտեք որտեղ եք 12 միլիոնը լցնելու ձեր ստամոքսն ու ձեր գրպանը։ Այդ ինչպես է, թոշակառուն չգիտեր, հիմա արդեն գիտի, որովհետև դուք լավ հասկացաք, որ դուք 630,000 ձայն եք կորցնում ձեր այդ մի նախադասությամբ, ու հիմա ուզում եք, սիրելի տատիկներ, սիրելի պապիկներ, մի հավատացեք Փաշինյանական ընտրաթոշակին։ Սա կարող է լինել մինչև հունիս ամիսը, հունիսից մի այսպես ամեն ինչ շրջվի ու ասեն մեր պետական բյուջեում այլևս այդ ֆինանսը չկա։ Չխապնվեք հողատու իշխանությանը 5 տարով հանկարծ ձեր ձայնը տալու։ Չխապնվեք ու ձեր արժանապատվությունը, ձեր ապրելու, ձեր սոցիալական կեցությունը չգնահատեք 10,000 դրամ։
Այն մի նախարար ունի պարուսույց առողջապահության, ասում է, որ անվճար ապահովագրություն, արդեն քանի ահազանգ եմ լսել, մարդիկ գնում են, ասում են, այստեղ անվճար բուժսպասարկում չկա, այստեղ պետպատվերը չի գործում, իմ աղջկա համար զանգահարել եմ Արաբկիր բժշկական կենտրոն ուղեգրով, անչափահաս, ասում են, այստեղ պետպատվեր չկա, այ էսա, սուտասաների, գողերի իշխանության սուտը ու գողությունը ամեն օր մենք բռնում ենք, ամեն օր ականատեսն ենք լինում։ Ես կարծում եմ մինչև հունիսի 7-ը հայ հասարակությունը իր երկրից կթոթափի այս իշխանությանը եւ շատ ու շատ արժանապատիվ մարդիկ կան, առավել եւս երկրի անվտանգությունը գնահատող, երկրի անվտանգության ակունքներում կանգնած մարդիկ կան, տնտեսական լավ ծրագրեր առաջարկող ուժեր կան, կարող եք գնալ եւ կատարել ձեր ընտրությունը հավուր պատշաճի, բայց չբերեք այս գլխակեր, պատերազմ բերող, երկիրը աղետի հասցրած իշխանությանը չբերեք հանկարծ նորից ձեր քվեով, չգնահատեք ձեր սոցիալական, ձեր արժանապատիվ կեցությունը 10,000 դրամ, դա կլինի ամենամեծ ամոթը առաջին հերթին ձեզ եւ ձեր ընտանիքի անդամներին, ես սա ուզում եմ որպես ձեր քույր, ձեր դուստր, ձեր հարևան, ձեր բարեկամ դիմեմ ձեզ ու ասեմ, ընտրության օրը կա մի քվյաթերթիկ, որ պարտադիր պետք է լինի աղբամանում, դա իշխող ուժի քվյաթերթիկն է լինելու։